Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք մեր շատ սիրելի շատախոս, ինչու՞ չէ նաև օդի նշանի ներկայացուցիչների 2025 թվականի հուլիս ամսվա կանխատեսումներից եւ բնականաբար առաջին օդի նշանի ներկայացուցիչը մեր սիրելի երկվորյակներն են։ Սիրելիներս, ձեզ համար հուլիս ամիսը լինելու է բռնվեք բավականին հետաքրքիր։ Երկվորյակները համենայն դեպս ձանձրալի մարդիկ չեն եւ նրանք չեն սիրում մի տեղում նստել եւ նրանց կյանքը առաջիկա 7 տարիների ընթացքում լինելու է հատկապես ուրեմն ցնցումներով, անակնկալներով, որովհետեւ մեր ուրան մոլորակը, մեր անակնկալների մոլորակը հուլիս ամսին արդեն մուտք է գործում երկվորյակների նշան, ձեր առաջին ոլորտ եւ այստեղ 7 տարի ձեզ հանգիստ չի տալու, այնպես որ պատրաստվեք, սակայն մինչև հուլիս ամսվա կանխատեսումներին անդրադառնալը նշեմ նաև մեկ փաստ, հունիս ամսին տեղի ունեցել շատ կարևոր տրանզիտ, հունիսի 9-ին Յուպիտեր մոլորակը, մեր մեծ երջանկության մոլորակը, որը շուրջ 1 տարի երկվորյակներ նշանի ներքո էր եւ երկվորյակները վայելեցին Յուպիտերի ներկայությունը իրենց առաջին ոլորտում, շատերի մոտ եղան շատ լավ ձեռքբերումներ, շատերի մոտ ինչու՞ չէ անձնական կյանքում եղան շատ լավ ձեռքբերումներ, աշխատանքային հարցերում եղան հաջողություններ եւ այս Յուպիտեր մոլորակը այժմ լքում է ձեր առաջին ոլորտը եւ հունիսի 9-ից տեղափոխվել է երկրորդ ֆինանսական դաշտ եւ շուրջ 1 տարի, սիրելի երկվորյակներ, լայն բացեք ձեր գրպանները, որովհետեւ Յուպիտերը ձեզ ուրեմն փողով ապահովելու է։ Երկրորդ ոլորտը սա ֆինանսներն են, ձեր վաստակած ֆինանսներն են եւ եթե դուք պատկանում եք աշխատասեր երկվորյակներ տեսակին, որովհետեւ երկվորյակները սովորաբար երկու տիպի են լինում եւ եթե դուք այն տեսակն եք, որը աշխատում է, ստեղծում է, փորձում է իր ֆինանսական կայունությունը պահպանել, ապա Յուպիտերը ձեզ համար շատ լավ հնարավորություններ է ստեղծելու շուրջ 1 տարի, մինչև 2026 թվականի հուլիս ամիսը ներառյալ։ Այժմ անցնենք հուլիս ամսվա կանխատեսումներին, հուլիսի 4-ին Վեներա մոլորակը տեղափոխվում է ձեր առաջին ոլորտ եւ այստեղ շատ երկվորյակներ կսկսեն մտածել իրենց արտաքին տեսքի փոփոխությունների մասին, միգուցե կմտածեք պլաստիկ վիրահատությունների մասին, միգուցե կմտածեք մազերի գույնը փոխելու մասին կամ հագնվելու ոճը փոխելու մասին, տեսեք Վեներան այստեղ գեղեցկությունն է ձեր ապահովում եւ այստեղ հնարավոր է որ ձեզ մոտ ինչ-որ ոճային փոփոխություններ նկատվեն հուլիսի 4-ից հետո ամբողջ ամսվա ընթացքում։ Սակայն, քանի որ ձեր գլխավոր մոլորակը ամբողջ ամսվա ընթացքում լինելու է նախ 3-րդ ոլորտում, բայց հուլիսի 18-ից լինելու է հետընթաց, սիրելի երկվորյակներ, իսկ դուք գիտեք, որ Մերկուրի մոլորակը այն անմիջականորեն ազդում է ձեր կյանքի վրա, ուրեմն տեսեք, եթե դուք որոշել եք ինչ-որ պլաստիկ միջամտության գնալ, ապա դա արեք մինչև հուլիսի 18-ը, որտեվ 18-ից հետո արդեն Մերկուրին հետընթաց է, դուք այնքան էլ չեք հասկանա, թե ինչ եք ուզում, հետո դժգոհ կմնաք արդյունքներից, այնպես որ հուլիսի 18-ից օգոստոսի 11-ը ժամանակահատվածում խուսափեք նմանատիպ իրավիճակներից, ես նաև կնշեմ, թե ինչ պետք չէ անել հետընթաց Մերկուրիի ժամանակ, առավել եւս, որ այն ձեր 3-րդ ոլորտում է։ Ամսի 7-ին, հուլիսի 7-ին Վեներան առաջին ոլորտից շատ շքեղ ասպեկտ է կազմում Պլուտոն մոլորակի հետ, որը 9-րդ ոլորտում է։ Տեսեք, հուլիսի 7-ը ձեզ համար շատ կարևոր կարող է լինել։ Ինչ առումով, կարող է լինել ծանոթություն։ Շատ կարևոր ծանոթություն հեռանկարային ինչ-որ մարդու հետ, որը անձնական կամ աշխատանքային հարցերում ձեզ կարող է ընդառաջել։ Նաև Պլուտոնը գտնվելով 9-րդ ոլորտում այստեղ հնարավորություն է տալիս օտարերկրացիների հետ շփվելու, նրանց հետ գործարքներ ունենալու, նաև միջազգային կառույցների հետ աշխատելու, նաև այստեղ քննությունների, դասընթացների հետ կապված շատ հաջող ավարտ կարող է լինել հուլիսի 7-ին։ Բացի դրանից, եթե դուք ունեք դատական ինչ-որ ձգձգվող պրոցես, ապա հուլիսի 7-ը կարող է շատ հաջող օր լինել այդ հարցը լուծելու համար։ Սակայն հենց նույն օրը հուլիսի 7-ին Ուրան մոլորակը, արդեն նշեցի, տեղափոխվում է ձեր առաջին ոլորտ, սիրելի երկվորյակներ, Ուրանը առաջին ոլորտում լինելու է այս տարի դեռևս ժամանակավոր մի քանի ամսով, մինչև նոյեմբերի 8-ը,
որից հետո այն հետընթաց կլինի եւ հետ կգնակրկին ցուլի նշան մինչեւ 2026 թվականի մարտ ամիսը, սակայն տեսեք 26 թվականի գարնանից արդեն Ուրանը հիմնական կհաստատվի ձեր առաջին ոլորտում եւ առաջիկա 7 տարիները խոստանում է լինել բավականին հետաքրքիր։ Ինչ է բերում Ուրանը։ Ընդհանրապես Ուրանը անկանխատեսելի մոլորակ է։ Ասել թե Ուրանը ինչպես իրեն կպահի ձեր առաջին ոլորտում, այսինքն կարելի է ոչինչ չասել, որովհետև մենք երբեք չենք կարող կանխատեսել թե Ուրանը ինչպիսի դրական թե բացական անակնկալներ կբերի, սակայն այն, որ ձեզ դարձնելու է Ուրանը ըմբոստ հեղափոխական հոգուտեր մարդիկ, այն, որ Ուրանը ձեզ հրահրելու է այնպիսի քայլերի, որոնք դուք կյանքում երբեք չեք մտածել, չեք պատկերացրել, որ կարող եք անել, հավատացեք, որ դա լինելու է։ Այսինքն առաջիկա 7 տարիները բավականին հետաքրքիր են լինելու ձեզ համար այդ առումով։ Ամսի 10-ին լիալուսին է տեղի ունենում ձեզ համար շատ կարևոր 8-րդ ֆինանսական ոլորտում։ Սիրելիներս, 8-րդ ոլորտը, սա բանկային հարցերն են, սա ժառանգության հարցերն են, հիպոթեկն է, մեծ ֆինանսներն են եւ այստեղ հնարավոր է ամսի 10-ին ինչ-որ մեկը պարտք վերադարձնի ձեզ, կամ հնարավոր է, որ դուք բանկային ինչ-որ գործարք հաջող լուծեք, կամ ժառանգություն ստանաք, տեսեք ամսի 10-ի այս լիալուսին այդ հարցերը շատ հաջող լուծում է։ Ամսի 18-ից ձեր գլխավոր մոլորակը սկսում է իր հետընթացը, նշեցի արդեն պլաստիկ վիրահատությունների չենք դիմում, եւ բացի դրանից տեսեք հետընթաց Մերկուրին նաեւ այստեղ թույլ չի տալիս կատարել փաստաթղթային հարցեր, ինչ որ ճամփորդություններ կատարելի շատ ուշադիր ենք լինում, որպեսզի չմոռանանք, երբ ենք թռչում, որ ժամին է շարժվում մեր տրանսպորտը կամ ինչ որ բաներ չթողնենք տրանսպորտային միջոցների մեջ, որովհետեւ մենք մոռացկոտ ենք դառնում։ Եվ նաև հետընթաց Մերկուրիի ժամանակ նաև թույլ չի տրվում ինչ-որ մեծ գնում կատարել, ասենք ավտոմեքենա եք ուզում գնել կամ վաճառել, թողնում ենք դա օգոստոսի 11-ից հետո։ Ամսի 24-ին ունենք նորալուսին, կրկին ձեր 3-րդ ոլորտում, սիրելիներս, այստեղ նորություններ են սպասվում, ամսի 24-ից հետո ձեր 3-րդ ոլորտում հնարավոր է ձեր քրոջ կամ եղբոր կյանքում ինչ-որ նոր իրադարձություն տեղի ունենա, ասենք քույրիկը կամ եղբայրը ամուսնանա, կամ երեխա ունենան, կամ նրանց հետ կապված ինչ-որ հաջողություններ նշեք, ինչու՞ չէ այս նորալուսինը կարող է բերել նորություններ կապված նաև փաստաթղթային մի շարք հարցերի հետ, դասընթացների կամ ուսումնական ծրագրերի հետ։ Ամսի 24-ից հետո նաև չի բացառվում, որ դուք մտածեք, ասենք վարորդական իրավունք ձեռք բերելու մասին կամ ավտոմեքենա ձեռք բերելու մասին, որովհետև 3-րդ ոլորտը նաև մեր տրանսպորտային միջոցն է։ Սակայն կրկին հիշեցնեմ, որ այս տենդենսը լինելու է արդի ձեզ համար հուլիսի 24-ից հետո 1 ամսվա ընթացքում եւ դա կարելի է իրականացնել պարզապես օգոստոսի 11-ից հետո, երբ արդեն ձեր գլխավոր մոլորակ Մերկուրին կլինի առաջընթաց։ Դե ինձ սիրելիներս, այսքան է երկվորյակների հուլիս ամսվա կանխատեսումների մասին։ Այժմ ես անդրադառնամ մեր հաջորդ օդի նշանի ներկայացուցիչներին, այսինքն մեր շատ սիրելի կշառքներին։ Ողջույն սիրելի կշառքներ, այժմ խոսելու եմ ձեր հուլիս ամսվա կանխատեսումների մասին։ Ուրեմն տեսեք, կշառքների մոտ ահագին հետաքրքիր իրավիճակ է ստեղծում, որովհետև կարծես թե մոլորակները այնպես են շարվում, որ հուլիս ամիսը ձեզ համար բավականին հետաքրքիր եւ դինամիկ պետք է անցնի։ Սակայն մինչ այդ ուզում եմ նշել, որ Սատուրն մոլորակը բավականին վերջերս մայիսի 25-ին տեղափոխվել է ձեր 7-րդ ոլորտ 3 տարի ժամկետով, այսինքն խոյի նշան, եւ սիրելի կշառքներ, ամբողջ այս 3 տարիների ընթացքում մինչեւ ուրեմն 2028 թվականի կարելի ասել գարուն դուք պետք է բավականաչափ աշխատեք, որպեսզի ձեր կողքի մարդկանց հետ կարողանաք դիվանագիտորեն ձեր փոխհարաբերությունները կարգավորել, որովհետև տեսեք Սատուրնը սիրում է սահմանափակումներ, Սատուրնը սիրում է դժվարություններ, բայց Սատուրնը հանդիսանում է ձեր երկրորդ գլխավոր մոլորակը, այսինքն այն, որքան էլ մյուս նշանների հանդեպ լինի բավականին ուրեմն դաժան, ձեր հանդեպ ոչ այնքան,
բայց դուք ունենալու եք որոշակի սահմանափակումներ եւ միշտ չէ որ կարողանալու եք ձեր խոսքը առաջ տանել։ Այսինքն պետք է փորձեք մարդկանց հետ լեզու գտնել այս առաջիկա 3 տարիների ընթացքում։ Բացի դրանից եւս մեկ կարևոր իրադարձություն նույնպես տեղի ունեցել հունիս ամսին, հունիսի 9-ին Յուպիտեր մոլորակը տեղափոխվել է ձեր 10-րդ ոլորտ 1 տարի ժամկետով, մինչև 2026 թվականի հուլիս ամիսը ներառյալ։ Սիրելի կշեռքներ, երբ Յուպիտերը 10-րդ ոլորտում է, սա խոսում է այն մասին, որ կամ ամուսնանում ենք, կամ ամուսնալուծվում ենք։ Այսինքն, եթե դուք միայնակ եք, ունեք բոլոր շանսերը ամուսնանալու, իսկ եթե դուք ամուսնացած եք, ուրեմն շատ ուշադիր եղեք ձեր ամուսնական փոխհարաբերություններին, որովհետև այստեղ կարող է լինել նաև հակառակ process-ը, եթե Յուպիտերը լինի ինչ-որ լարված ասպեկտացիայի մեջ։ Սակայն Յուպիտերը լինելով բարի մոլորակ, մեծ երջանկության մոլորակ, համենայն դեպս այն սարսափելի չի դարձնի այն փաստը, որ ենթադրենք ամուսնալուծվում է մարդը, ուրեմն դա շատ հեշտությամբ կտրվի մարդուն, այսինքն ցավոտ չի լինի այդ ամուսնալուծությունը համենայն դեպս։ Սիրելիներս, որպեսզի հասկանաք, թե Յուպիտերը ինչպիսի իրադարձություն կարող է բերել ձեր կյանք, փորձեք հիշել 2013 թվականը, կամ եթե մի քիչ ավելի հասուն եք 2001 թվականը, որովհետև այդ նույն տարիներին նույնպես Յուպիտերը եղել է ձեր 10-րդ ոլորտում։ Սակայն այստեղ Յուպիտերը 10-րդ ոլորտում նշեմ նաև, որ կարող է բերել ձեզ լավ աշխատանքային վիճակ, կարող է բերել լավ հասարակական դիրք, կարող է բերել շատ լավ կայուն աշխատավարձով աշխատանք, այնպես որ Յուպիտերը ինչ բերում է, բազմապատկում է, շատացնում է եւ այստեղ նույնիսկ ընտրության հարցն է դժվարանում։ Դե ինչ խոսենք արդեն հուլիս ամսվա կանխատեսումներից, ձեր գլխավոր մոլորակ Վեներան, մինչև հուլիսի 4-ը դեռևս 8-րդ ոլորտում է եւ հենց ամսի 4-ին մի մեծ սիրուն անակնկալ է պատրաստել ձեզ համար, միանալով Ուրան մոլորակի հետ, այստեղ ֆինանսական ինչ-որ մի հարց շատ անակնկալ կերպով կարող է լուծվել։ Եվ հենց նույն օրը, երեկոյան Վեներան արդեն տեղափոխվում է 9-րդ ոլորտ, ամբողջ ամիս Վեներան լինելու է 9-րդ ոլորտում։ Սա նշանակում է, որ չի բացառվում, որ կշեռքները ենթադրենք սիրահարվածություն ունենան օտար երկրացու հետ կապված, կամ ասենք այստեղ դուք ճամփորդեք, որովհետև 9-րդ ոլորտը նաև ճամփորդություններն են։ Այստեղ Վեներան կարող է նաև սեր առաջացնել ձեր մեջ օտար լեզուների հանդեպ, դրանք սովորելու։ Նաև այստեղ Վեներան կարող է բերել հնարավորություն ինչ-որ դատական ձգձգվող process-ը հեշտ հաղթահարելու համար։ Տեսեք, Վեներան որտեղ հայտնվում է, այնտեղ հաճելի է, այնտեղ հարթ է, այնտեղ սահուն է, այնտեղ խոչընդոտներ չկան եւ Վեներան հայտնվելով 9-րդ ոլորտում բերում է ձեզ այդ հնարավորությունները, որ դուք այստեղ կարողանաք կարգավորել, եթե ունեք կոնֆլիկտային հարցեր։ Ամսի 7-ին արդեն ունենք շատ լավ ասպեկտ, Վեներա Պլուտոն տրինը ունենք, Պլուտոնը 5-րդ ոլորտում է եւ սա շատ լավ ասպեկտ է, եթե դուք ունեք, ասենք, երեխայի հետ կապված ինչ-որ մի հարց հրաշալի կերպով լուծվում է, դուք ուրախանալու եք։ Եթե դուք ունեք սիրած էակ, ում հետ հանդիպում եք եւ պլանավորում եք լուրջ ինչ-որ փոխհարաբերություններ, ապա այս օրը նույնպես շատ լավ օր է նրա հետ ճամփորդության մեկնելու համար։ Նաև այստեղ ամսի 7-ին կարող է տեղի ունենալ ծանոթություն շատ հեռանկարային ինչ-որ մարդու հետ, որը կարող է եւ աշխատանքային եւ անձնական հարցերում ձեզ հետո շատ պետք գալ։ Ամսի 7-ին նույն օրը Ուրան մոլորակը տեղափոխվում է ձեր 9-րդ ոլորտ։ Սիրելիներս, առայժմ մի քանի ամսով մենք կզգանք Ուրանի ազդեցությունը 9-րդ ոլորտում մինչև նոյեմբերի 8-ը, որից հետո Ուրանը հետ կգնա մինչև 26 թվականի գարուն կրկին 8-րդ ոլորտ, այստեղ որոշակի հարցեր նորից ուրեմն շոկի ենթարկելու նպատակով, այնուհետև գարնան արդեն 2026 թվականի վերջնական կտեղափոխվի 9-րդ ոլորտ եւ 7 տարի արդեն անակնկալի է բերելու ձեր 9-րդ ոլորտը։ Ուրանը վերջին 7 տարիների ընթացքում ֆինանսական անկայունություն է ստեղծել ուրեմն կշեռքների համար, միգուցե ինչ-որ բանկային հարցեր, միգուցե ինչ-որ ֆինանսական կարևոր գործընթացներ, որոնք ձեր ուզածի պես չեն ընթացել, անընդհատ անակնկալի եք եկել, սակայն արդեն լքում է Ուրան այդ ոլորտը եւ այժմ 9-րդ ոլորտում կարող է ստեղծել հնարավորություն
ճամփորդելու սիրելիներս Ուրանը ավիացիայի մոլորակն է եւ այն հայտնվելով ճամփորդությունների ոլորտում հնարավոր է ձեզ համար բերի շատ ճամփորդություններ առաջիկա 7 տարիների ընթացքում սակայն այս պարագայում պետք է շատ ուշադիր լինեք որ հանկարծ ուրեմն չհամընկնի ձեր ճամփորդելու օրերը Ուրան մոլորակի լարված ասպեկտացիաների հետ որովհետեւ այդ օրերին ուրեմն վթարները ինքնաթիռների ավիացիայի հետ կապված վթարները ակտիվանում են Ամսի 10-ին լիալուսին ունենք 4-րդ ոլորտում, սա նշանակում է ինչ-որ մի բան ավարտվում է ձեր տանը, այսինքն վերանորոգում եք սկսել ավարտվում է, տան հիպոթեքի հետ կապված կար ինչ-որ մի հարց վերջ ավարտվում է, վճարում եք ու վերջ, այլևս չունեք վճարելու, տան փաստաթղթերի հետ կապված ինչ-որ խնդիր կար ավարտվում է, տան անդամներից ինչ-որ մեկի հետ կար կապված, դա նույնպես ավարտվում է, Կամ հնարավոր է, որ տան անդամներից ինչ-որ մեկը մեկնում է այլ երկիր և դուք նրան հրաժեշտ եք տալիս։ Ամսի 18-ից Մերկուրին սկսում է իր հետընթացը։ Նշեմ, որ ամբողջ ամիս Մերկուրին գտնվում է 11-րդ ոլորտում Եվ սա նշանակում է, որ ամբողջ ամիս դուք ակտիվ շփվելու եք շատ մեծ թվով մարդկանց հետ, այսինքն հաճախելու եք ինչ-որ ակումբներ, ինչ-որ մեծ կոլեկտիվների մեջ եք լինելու, պարտադիր չէ աշխատեք, ուղղակի ինչ-որ սիրողական ակումբների կարող եք հաճախել և այլն, և այստեղ Մերկուրին բերում է շատ շփումներ, սակայն ամսի 18-ից հետո հետընթաց Մերկուրին բերում է անցյալից մարդկանց, սիրելի կշեռքներ, և չի բացառվում, որ անցյալից ձեզ հիշեն ձեր հին ընկերները, դաս ընկերները, կուրս ընկերները, մարդիկ, ում հետ դուք 10 տարի, 20 տարի ընդհանրապես կապի մեջ չեք եղել և նրանք շատ պատահական հուլիսի 18-ից հետո սկսում են հայտնվել ձեր կյանքում։ Հետընթաց Մերկուրին տևելու է մինչև օգոստոսի 11-ը։ Ամսի 24-ին ունենք նորալուսին կրկին 11-րդ ոլորտում և այստեղ ինչ-որ նոր բան կարող է սկսվել, կապված օնլայն հարթակի հետ, միգուցե նոր բիզնես ցանկանաք ունենալ, կամ միգուցե նոր մարդ հայտնվի օնլայն հարթակում, որի հետ կսկսեք գրել, խոսել, շփվել, կամ նաև ձեր ընկերական շրջապատում կարող է նոր մարդ հայտնվել։ Ամսի 31-ին ձեր գլխավոր մոլորակ Վեներան արդեն լքում է 9-րդ ոլորտը և մուտք է գործում 10-րդ ոլորտ, Սակայն այս մասին արդեն կխոսենք օգոստոս ամսվա կանխատեսումներում սիրելիներս։ Դե ինչ, այժմ ես անդրադառնամ մեր վերջին օդի նշանի ներկայացուցիչներին, մեր շատ սիրելի օրիգինալ ջրհոսներին։ Դե ինչ ողջույններս մեր շատ սիրելի ջրհոսներին, սիրելիներս, ձեզ համար հուլիսը նույնպես պատրաստվում է լինել շատ հետաքրքիր, որովհետև ձեր գլխավոր մոլորակ Ուրանը վերջին 7 տարիներին գտնվելով ձեր տանը, ձեր 4-րդ ոլորտում, ձեր տան պատերի ներսում, Վերջին 7 տարիների ընթացքում խնդիրներ, շոկային իրադարձություններ է առաջացրել ձեր տան անդամների հետ, միգուցե ձեր անշարժ գույքի հետ, միգուցե ձեր երեխաների հետ, բայց Ուրանը լքում է ձեր 4-րդ ոլորտը և դուք կարող եք թեթևացած շունչ քաշել, որովհետև Ուրանը առաջիկա 7 տարիներին արդեն գտնվելու է ձեր 5-րդ ոլորտում, իսկ այն ավելի բարենպաստ է ձեր նշանի հանդեպ, ձեր ուրեմն արևի հանդեպ և նշանակում է, որ Ուրանը 5-րդ ոլորտում ավելի դրական է լինելու ձեր նշանի նկատմամբ։ Սակայն մինչև Ուրան մոլորակին անդրադառնալը, նշեմ, որ հունիսի 9-ին ունեցել ենք շատ կարևոր իրադարձություն, որի մասին ցանկանում եմ խոսել, այստեղ Յուպիտեր մոլորակի մասին եմ խոսելու, որը հունիսի 9-ին տեղափոխվել է ձեր 6-րդ ոլորտ և սիրելիներս Յուպիտերը որևէ նշանի տակ լինում է 1 տարի և մինչև 2026 թվականի հուլիս ամիսը ներառյալ Յուպիտերը լինելու է 6-րդ ոլորտում։ Սա նշանակում է նախ առաջին հերթին, որտեղ Յուպիտերը հայտնվում է, այնտեղ շատանում է, ավելանում է, ուրեմն բազմանում է ինչ-որ հնարավորություն, ինչ-որ շանս, սա աշխատանքային հնարավորություններն են, այսինքն հունիսի 9-ից հետո ջրհոսների մոտ կարող են աշխատանքի նոր հնարավորություններ բացվել մինչև եկող տարվա 26 թվականի հուլիս ամիսը ուշադիր եղեք։ Բացի դրանից 6-րդ ոլորտը նաև նախանշում է առողջությունը, սիրելիներս Յուպիտերը, երբ հայտնվում է առողջության ոլորտում, այստեղ չենք կարող ասել, որ այն
բացասական է ազդում, այն Սատուրնը չէ, որ բացասական ազդի, սակայն 6-րդ ոլորտում Յուպիտերը կարող է ձեզ գիրացնել։ Ուշադիր եղեք ձեր քաշի նկատմամբ։ Սակայն Յուպիտերը նաև 6-րդ ոլորտում սա էլ նշեմ, որ կարող է ավելացնել ձեր աշխատանքային գրաֆիկը։ Սակայն անհոգ եղեք, եթե անգամ ձեր աշխատանքը ավելի ծանրաբեռնված դառնա, հաստատ ձեր աշխատավարձն էլ կբարձրանա, քանի որ Յուպիտերը սիրում է շատացնել ֆինանսները։ Խոսեմ արդեն հուլիս ամսվա կանխատեսումներից, հուլիսի 4-ին մեր գեղեցկուհի Վեներան տեղափոխվում է ձեր 5-րդ ոլորտ, սիրելիներս, ամբողջ հուլիս ամիսը կարելի է ասել սիրահարվածության ամիս է և ջրհոսների մոտ հատկապես այս ամիսը նշանավորվում է նրանով, որ միայնակ ջրհոսները հաստատ գտնելու են իրենց երկրորդ կեսին։ Տեսեք, Վեներան գտնվում է 5-րդ սիրահարվածության ոլորտում և այստեղ ամեն ինչ խոսում է այն մասին, որ ջրհոսների մոտ պետք է հուլիս ամսին լինեն հանդիպումներ, լինեն ծանոթություններ, լինի սիրահարվածություն, նաև Վեներան 5-րդ ոլորտում խոսում է նաև ստեղծագործական աշխատանքի մասին, օրինակ եթե դուք այդպիսի աշխատանք եք փնտրում, հնարավոր է հուլիսի 4-ից հետո ձեզ նմանատիպ աշխատանք առաջարկեն, որը ձեր հոգուն հարազատ է և դուք այն հաճույքով կատարեք։ Եթե երեխաներ ունեք, սիրելիներս, ապա հուլիսի 4-ից հետո հաճելի հոգսեր կունենաք կապված երեխաների հետ։ Համենայն դեպս Վեներան մեզ հաճելի հոգսեր է պարգևում։ Ամսի 7-ին արդեն ունենք Վեներայի առաջին լավ ասպեկտը, Վեներա-Պլուտոն տրինը, Պլուտոնը կրկին շատ լավ ոլորտում է այստեղ, ձեր հենց առաջին ոլորտում է, այսինքն ձեզ ուժեղացնում է Պլուտոնը, և Վեներայի Պլուտոնի այս տրինը կարող է բերել շատ լավ ծանոթություն հեռանկարային ինչ-որ մարդու հետ, որը կարող է, ենթադրենք, դրական ազդել ձեր աշխատանքային ոլորտի վրա, ձեր ֆինանսական կարգավիճակի վրա, կարող է լինել ձեր գործընկերը, ձեր հաճախորդը, ձեր հովանավորը, ինչու՞ չէ նաև անձնական կյանքում այն կարող է շատ կարևոր դեր խաղալ այս մարդը։ Ամսի 7-ին, հենց նույն օրը, Ուրան մոլորակն է տեղափոխվում ձեր 5-րդ ոլորտ, սիրելիներս, նշեցի, Ուրանը ձեր գլխավոր մոլորակն է և այն 5-րդ ոլորտում իրեն շատ լավ է զգում։ Եվ տեսեք, Ուրանը 5-րդ ոլորտում լինելու է 7 տարի, սակայն 25 թվականին այն դեռևս ժամանակավոր է մուտք գործում, մինչև նոյեմբերի 8-ը, դուք այս ժամանակահատվածում արդեն կզգաք մոտավորապես, թե ինչպիսի անակնկալներ, ցնցումներ է պատրաստել Ուրանը 5-րդ ոլորտում, այստեղ կարող է լինել անակնկալ ինչ-որ իրավիճակ կապված ձեր երեխայի հետ, կարող է լինել անակնկալ սիրահարվածություն, կարող է լինել անակնկալ ինչ-որ աշխատանք, ուրեմն տեսեք, Ուրանը այստեղ անակնկալներով լեցուն է։ Եվ նոյեմբերի 8-ից հետո Ուրանը մի կարճ ժամանակով հետ է գնում կրկին 4-րդ ոլորտ, այստեղ որոշակի հարցեր պարզելու համար և 2026 թվականի գարնանից արդեն հիմնական կտեղափոխվի ձեր 5-րդ ոլորտ և այստեղ սիրելի ջրհոսներ, չեմ կարող հաստատ ասել, որ Ուրանի բոլոր անակնկալները բնականաբար դրական են լինելու, որովհետև կանխատեսել Ուրանը, դա նշանակում է ոչինչ չկանխատեսել։ Սակայն Ուրանը 5-րդ ոլորտում համենայն դեպս ձեր նշանի վրա պետք է որ դրական ազդի։ Ամսի 10-ին ունենք Լիալուսին, որը տեղի ունենում ձեզ համար 12-րդ ոլորտում և ինչ-որ մի հարց, որը անընդհատ վերջին 6 ամիսների ընթացքում ձեզ տանջում էր, միգուցե դա այն հարցն էր, որը կապված էր ձեր առողջության հետ, միգուցե դա այն հարցն էր, որը կապված էր ձեր ներքին հոգեվիճակի աշխատանք չգտնելու կամ ինչ-որ ֆինանսական վատ վիճակի հետ, այդ հարցը լուծվում է, այդ հարցը պարզեցվում է, այսինքն վերջակետ է դրվում և շատ հնարավոր է ամսի 10-ի լիալուսնով նաև բացահայտեք ինչ-որ մեկի գաղտնիքը, ենթադրենք դուք հետաքրքրված եք, չեք կարողանում հասկանալ, թե այդ մարդը ինչպես է դա արել կամ ինչպես է դրան հասել, ուրեմն տեսեք 12-րդ ոլորտը նաև գաղտնիքներն են, այստեղ հնարավոր է, որ բացահայտեք։ Ամսի 18-ին Մերկուրին սկսում է իր հետընթացը։ Նշեմ, որ ամբողջ ամիս Մերկուրին ձեր 7-րդ ոլորտում է և այստեղ անընդհատ շփումներ կան կողքի մարդկանց հետ, հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, եթե սպասարկման ոլորտում եք հաճախորդների հետ, սակայն
18-ից հետո Մերկուրին սկսում է իր հետընթացը, դա նշանակում է անցյալից պետք է հյուր գան մարդիկ, ում հետ նախկինում եղել եք սիրային հարաբերություններում, մարդիկ, ում հետ նախկինում եղել եք գործնական հարաբերություններում, մարդիկ, ովքեր եղել են նախկինում ձեր հաճախորդները, հանկարծակի չգիտես ինչու կհիշեն ձեզ հուլիսի 18-ից հետո, եւ այս տենդենսը արդի է լինելու մինչև օգոստոսի 11-ը։ Ամսի 24-ին նույնպես ունենք նորալուսին, այս նորալուսինը կրկին ձեր 7-րդ ոլորտում է։ Տեսեք, ամսվա վերջի 10-օրյակը խոստանում է 7-րդ ոլորտին վերաբերող մի շարք հարցեր, որոնք նույնպես վերաբերում են կողքի մարդկանց, կողակցին, սիրածեակին եւ նշանակում է այստեղ նորություններ են սպասվում ամսի 24-ի նորալուսնից հետո, միգուցե նոր մարդ կհայտնվի ձեր կյանքում, միգուցե նոր հաճախորդներ ձեռք կբերեք, միգուցե նոր ընկերական միջավայր կստեղծվի կամ նոր աշխատանքային կոլեկտիվ կունենաք։ Դե ինձ սիրելիներս այսքանը ձեր հուլիս ամսվա կանխատեսումների մասին, կհանդիպենք հաջորդ հոլովակում, առայժմ։